Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ափսոս ժամանակը ընդամենը 10 րոպե։ Այս երկու օրերի քննարկումը ինձ մոտ վերահաստատեց այն համոզմունքը, որ մեր ընդդիմադիր գործընկերները իմ թեկնածության հետ կապված հակափաստարկ եւ ասելիք չունեն։ Ամեն ինչ իմ թեկնածության իմ հետ փոխկապակցված անձանց շուրջ, բայց ոչինչ իմ գործունեության վերաբերյալ։ Բայց մի բան կա, որ ունեն, հատկապես Հայաստան Դաշինքի իմ գործընկերները, նրանք վախ ունեն։ Դուք վախենում եք, հարգելի գործընկերներ, որ ես այստեղից բարձրանամ այստեղ։ Դուք շատ ուժեղ վախ ունեք դրանից, եւ ես ուզում եմ ձեզ հանգստացնել։ Հանգիստ եղեք, եթե ես ընտրվեմ, խոստանում եմ ձեզ համար ապահովել հաճելի ժամանց այս նիստերի դահլիճում։ Ինչի վախ ունեք ինձանից, որովհետև կներեք, դուք 5 տարի ինձանից փախած եք մանեկել։ 5 տարի շարունակ, երբ որ եկել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթի ժամանակը, իսկ ես 90% դեպքերում ես եմ ելույթ ունեցել, երբ որ ես այնտեղից սկսել եմ մոտենալ այստեղ, դուք դահլիճից փախել եք, ժողովուրդ։ Ձեր մի մասը ինձ ասել է, պարոն Կոջարյան, գնանք ծխենք էլի բան սենց, այս սենց երեխայական արդարացումներով։ Դուք փախել եք դահլիճից, վախեցել եք։ Բայց նույնիսկ այս դեպքում, հարգելի գործընկերներ, ես ուրախ եմ արձանագրել, որ կարևոր հետք եմ թողել ձեր քաղաքական ինքնության վրա։ Օրինակ, դժոխքի սաունդթրեքը ինքն իր մասին հիշեցրեց։ Այդ հետ տարիներ անց երեխաները, պատանիները ցանկանան իմանալ, ով է եղել Քրիստինե Վարդանյան անունով ազգային ժողովի падգամավորը։ Նրանք ընդհանրապես պետքա սերչ անեն դժոխքի սաունդթրեք արտահայտությունը եւ կիմանան, որ դա եղել է Քրիստինե Վարդանյանը։ Ճակատագրի հեգնանքով Տիկին Վարդանյան, որքան էլ որ դուք ինձ չսիրեք, դուք պատմության մեջ ամենաշատը մնալու եք շնորհիվ ինձ, Տիկին Վարդանյան։ Եվ դա ինձ համար հետաքրքիր եւ միևնույն ժամանակ հաճելի փաստ է։ Որքան էլ որ դաշնակցությունը չհավանի իմ թեկնածությունը, բայց քաղաքական հայդուկ արտահայտությունը, որ ներեք պարոն Խաչատրյանը այստեղ չդիմացավ եւ կրկնեց, որը ես եմ դրել շրջանառության մեջ, անընդհատ ձեզ հետապնդելու է պարոն Խաչատրյան։ Եվ ես կարող եմ բազմաթիվ արտահայտություններ ասել Աճարյանի բառարանից, չգիտեմ այլ բառարաններից, բայց դա դարձել է ձեր քաղաքական ինքնության կարևոր եւ անբաժան մասը եւ ես դա իսկապես ինձ համար հաճելի է։ Եվ ես պատկերացնում եմ ձեր վախերը, ասում եք, հա որ հիմա հելա հոսավնդե, բա ինչ ա լինելու ժողովուրդ։ Հիմա ես մի շատ կարճ արձագանք կանեմ հայփոստի վերաբերյալ, որտեղ այնուամենայնիվ մի երկու բան ա ասվել, որի շուրջ պետքա ես խոսեմ։ Դիվիդենդների հետ կապված պարոն Կարապետյան, ըստ հրապարակված հաշվետվության, դուք հիմա չեք լսում, բայց մամուլը հուսով եմ այդ վերնագիրը եւս կտանի, հայփոստի կառավարման, իմ կնոջ կառավարման ժամանակաշրջանում հայփոստը վճարել է պետությանը 1 միլիարդ դրամի դիվիդենդ։ Սա մեկ։ Ըստ հրապարակած նորից տվյալների 2024-25 թվականներին հայփոստի ֆինանսական արդյունքը բարելավել է 900 միլիոն դրամով։ Սա երկու։ Երբ որ դուք խոսում եք հայփոստի կառավարման արդյունավետության մասին, այս երկու թիվը 1 միլիարդ դրամ դիվիդենդ եւ 900 միլիոն դրամի, գրեթե 1 միլիարդ դրամի ֆինանսական ցուցանիշների բարելավումը, դա Հայկ Կոջարյանի կնոջ աշխատանքի արդյունավետությունն է։ Երեք պարոն Մանուկյանը այստեղ նաեւ հայտարարագիրը վերցրել էր Պարոն Մանուկյան, դուք ես որքան գիտեմ, ինձ ասացին, որ դուք տնտեսագիտության թեկնածու եք։ Եթե այդպես է, խայտարակություն է դա։ Նախ ուզում եմ ասել այդ 5 միլիոն դրամը, որ ասում եք, այս ինչ 5 միլիոնը մայրության նպաստի 5 միլիոն է, այլ եկամուտները բաժնում։ Երկրորդը, որ ասում եք, ինչի չի իջել բանը, մայր գումարը, հայտնի բան է, ժողովուրդ ջան, 4-րդ դասարանի երեխեն էլ գիտի, որ մարդիկ գնում են հիպոթեկով բնակարան ձեռք բերելու, վարկի մարման բանկա, անունիտետային, կարծեմ այդպես է կոչվում, մարման բանկա, տրամաբանություն կա, որ սկզբից տոկոսներից է գումարը գնում, հետո նոր մայր գումարից։ Ախր ո՞նց կարելի է այսքան պրիմիտիվ բանը չիմանալ, գալ եւ այստեղից ես բան անել, ինչ որ որտեղից իմանա, չնայած ես նայում եմ, իրոք էլի որ ափսոս չէր Արծվիկ Մինասյանը, տարել եք եսի մուրեք դրել Արծվիկ Մինասյանին, խնդրեմ։ Հիմա տան մասին, ժամանակը քիչ է, տան մասին ես խոսել եմ, մանրամասն հրապարակել եմ Տիկին Գրիգորյան, այդտեղ համանման բնակարաններ իմ հետ,
Նաև ձեռք եմ բերել կարծեմ 9-10 հոգի, նույն քառակուսի մետրով։ Ես ձեռք եմ բերել 54 միլիոնով, 20 տարի ժամկետով։ Երկու հոգի ձեռք է բերել 50 միլիոնով։ Մնացած մոտ 6 հոգին ձեռք է բերել 55 միլիոնով։ Սրանք բոլորը այդ բան եկամտահարկի բանում են։ Եվ ընդամենը 1 հոգի է պատմության ընթացքում այդ ժամանակաշրջանի, երբ որ ես հրապարակում էի այդ թվերը, որ ձեռք է բերել 60 միլիոնը։ Եթե 75 միլիոն է այդ տան արժեքը, ես ձեզ հենց հիմա հրապարակային օֆերտա եմ անում, Տիկին Գրիգորյան, վաճառեք այդ տունը 75 միլիոնով, այնը 20 միլիոնը տալիս եմ ձեզ, տարեք այն ինչ կեղծ ծնանկացման թեմա կար, գնացեք փակեք, ամոթել է այդ պատմությունները։ Եթե կարա, եթե որևէ մեկը կարա այդ տունը 75 միլիոնով վաճառի, հենց հիմա հրապարակային օֆերտա եմ անում։ Ձեր նման լրագրողներին, ովքեր որ կարան, խնդրեմ։ Բայց քանի որ տան մասին խոսք գնաց, ես ուզում եմ ուղղակի հիշեցնել, էլի դուք ոնց կարա գաք ստե խոսակ տների մասին։ Ես ձեզ հիշեցնում եմ, որ ձեր նախորդ խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը այստեղ դատախազը այդ մասին հանդես է եկել ելույթով։ Ուրեմն կա հրապարակված բաներ, տեսաձայնագրությունը։ Ուրեմն Սևանի ափին, Արքելոցի մոտ, ձերք ապօրինի կերպով ձերք ա բերել տարածք, ապօրինի շին ու տուն ա սարքել, դղյակ ա սարքել այդտեղ։ Հետո ռազմական ոստիկանության աշխատակիցները տարիներ շարունակ պահակություն են արել այդ տանը, հասկանում եք, ու այդ ձեր դեմքն է, հարգելի գործընկերներ, ու դուք դեռ բարոյական իրավունք եք ձեզ վերապահում գալ եւ խոսալ մեր հիպոթեկով տների մասին, լուրջ եք ասում։ Դուք գնացեք խոսացեք Սերյան Օհանյանի այդ բաների արկածների մասին եւ որտեվ դա ձեր քաղաքական ինքնությունն է։ Դուք Սևանի ափին տարածք զավթող դղյակ սարքողներ եք։ Դուք զինվորներին ձեր տներում պահակություն անողներ եք։ Ինչի մասին է խոսքը։ Պարոն Ղազինյանը որ ասեց Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսվեցին եկեղեցու հետ կապված դեպքերից հետո, քանի որ դուք ձեր ինքնության եւ ընդհանրապես այս բարոյագիտական քննարկումների առանցքում միշտ դնում եք եկեղեցին, ես ուզում եմ այդ միջև գալը ձեր ասացին, ես ուզում եմ հերվից միասին գանք մի հատ պատմություն պատմելու։ Ուրեմն, եթե չեմ սխալվում, 2014 թվականն է, Տավուշի մարզի Կողբ գյուղում բացվում է եկեղեցի, օծվում է եկեղեցին, եկեղեցին անվանվում է Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Եկեղեցին, հարգելի գործընկերներ, կառուցում է Տավուշի նախկին մարզպետ այդ ժամանակաշրջանի Հովիկ Աբովյանը։ Սուրբ Հովհաննես եկեղեցին, որ կառուցել է Հովիկ Աբովյանը։ Շնորհակալ ենք, որ գոնե Սուրբ Հովիկ չեն դրել եկեղեցու անունը։ Եթե ձեզ թվում է, որ դա շատ անհավանական կարող է լինել Սուրբ Հովիկը, հետևեք պատմության ընթացքին եւ դուք կհասկանաք, որ դա ամենևին անհավանական չէր։ Եվ ուրեմն այդ օծման օրն է, օծմանը եկել են բանն է, Հովիկ Աբովյանն է կանգնած, անձամբ եկել է օծմանը Սերժ Սարգսյանը, Գարիկին երկրորդի կոնդակով ուրեմն Հովիկ Աբովյանը պարգևատրվում է հայ եկեղեցու բարձրագույն Գրիգոր Լուսավորիչ ուրեմն բանով, շքանշանով, եւ այսպես ուրեմն միջավայրը շատ հոգեվոր ուրեմն աուրա է տիրում եւ պատին այնտեղ նաեւ եկեղեցում կախված է Լեոնարդո դա Վինչիի խորհրդավոր ընթրիքը նկարը։ Ես ուզում եմ դուք ես ուզում եմ դուք պատկերացնեք էլի այդ աուրան։ Եկեղեցին, Հովիկ Աբովյանը, Սուրբ Հովհաննես եկեղեցին, Սերժ Սարգսյանը, կոնդակը, Գրիգոր Լուսավորիչը, խորհրդավոր ընթրիքը պատի վրա դա Վինչին եւ գնում ենք Քրիստոսն է մեջտեղում, Քրիստոսի կողքը առաքյալներն են, ասենք, չգիտեմ, Թադևոսը, Մաթեվոսը, Բարդողոմեոսը եւ մեկ էլ հասնում ենք հաջորդին ու տեսնում ենք մարզպետ Հովիկ Աբովյանն է։ Հովիկ Աբովյանը մարզպետ, Ջոր, դուք ծիծաղալու է, չէ, լացելու է պարոն Վարդանյան։ Էսա կասեմ, էսա հիմա Ղազինյանն ասում է, էսի մեծ ինչ կապ ունի, հələ սպասեք, պարոն Ղազինյան, ու ափսոս ժամանակս քիչ է։ Ես ձեզ խոստացել եմ, որ հաճելի է լինելու ձեր համար, եթե ես ընտրվեմ։ Եվ ուրեմն, ու անգամ դա Վինչին նկարի մեջ լուսապսակ չի դրել։ Բայց չգիտես ինչու, Մայրաթորի նկարիչը Հովիկ Աբովյանին բանովա լուսապսակով է նկարել։ Հաջորդ օրը լրագրողը զանգում է նկարիչը ասում եմ, դա նկարիչը Մայրաթորի նկարիչն է։ Լրագրողը զանգում է, բարև, դուք եք նկարել, հա ես եմ նկարել, ասում է բա կներեք էլի, խի եք բանին Հովիկ Աբովյանին մցրել բանի մեջ։ Հա, չեմ ասցնի, հաջորդ նիստերը հələ այնքան նիստ ունենք։ Ասում է խի եք մցրել խորհրդավոր ընթրիքի մեջ, ասում է ուզում էի անակնկալ մատուցել։
Բախտներս բերել է, որ հանկարծ շատ հեռուն չի գնացել, թե չէ Քրիստոսի տեղը պատկերացնում եմ ինչ անակնկալ էր մատուցելու հաշվի առնելով Սերժ Սարգսյանի ներկայությունն այդտեղ։ Հիմա այն որ պարոն Ֆարմանյանը ասաց, որ գնացել եք Վեհարան։ Վեհարանում Սամվել Կարապետյանի նկարը հլը կար, լուսապսակով էր Սամվել Կարապետյանի նկարը։ Հասկացաք հարգելի գործընկերներ, թե ինչի մասին եմ խոսում։ Եվ երբ որ ասում հարգելի գործընկերներ, տունը, զինվորը, ռազմական ոստիկանության ծառայողները, սակրավորները, որոնց մահնա ցանկացել է Էդգար Ղազարյանը, այս ամեն ինչն է նկարագրում քաղաքական արժեքային համակարգը, որի կրողն եք դուք։ Եվ եկել եք ինձ մեղադրում եք, որ իմ կինը աշխատում է եւ ստանում է աշխատավարձ, այնինչ ձեզանից պահանջում են $200 միլիոն թալան։ Ափսոս ժամանակս քիչ է, բայց ես ձեզ խոստանում եմ, ես հատկապես ձեզ շատ եմ խոստանում Հայաստան Դաշինքի գործընկերներ, ձեր համար շատ հաճելի ժամանակներ են սպասվում։ Շնորհակալություն, շնորհակալ եմ իմ գործընկերներին քաղաքացիական պայմանագիր խմբակցության իմ տեխնատությունը առաջադրելու համար։ Շնորհակալություն Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ։ Նախոսքս ուզում եմ սկսել շնորհակալությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, սիրելի քաղաքացիներ, չնայած այն ամբողջ ինֆորմացիոն տերորին, չնայած այն միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, հարյուրավոր միլիոնավոր դոլարներին, որոնք այս ընտրությունների ընթացքում բաժանվեցին ընտրակաշառքի տեսքով, որոնք գործածվեցին ձեր կամքը գնելու, ձեր կամքը կոտրելու վրա, դուք միևնույնն է, թույլ չտվեցիք, որ դա տեղի ունենա։ Դուք չկոտրվեցիք, դուք չվաճառեցիք ձեր պետությունը, դուք չվաճառեցիք ձեր խիղճը, շնորհակալ եմ եւ երախտապարտ եմ ձեզ դրա համար։ Ես ուզում եմ նաև ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որովհետև իմ կարծիքով մենք բավարար ջանք չգործադրեցինք նախապես այդ ամենը կանխելու համար, որտեղ գուցեև մեր զգոնությունը փոքր-ինչ բթացել էր եւ մենք չէինք սպասում, որ որոշ խմբեր կփորձեն այդ ճանապարհով, այդքան բացահայտ այդքան մեծ գումարների ներհոսք ապահովելով եւ այդպիսի միջոցների դիմելով Հայաստանում վերացնել ժողովրդավարական կարգերը։ Ներողություն եմ խնդրում, սիրելի քաղաքացիներ ձեզնից, բայց խոստանում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները մենք արդեն սկսել էինք ընտրությունների հենց հաջորդ օրվանից օրենսդրական փոփոխությունների տեսքով եւ վստահաբար կշարունակենք 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ընթացքում։ Սիրելի քաղաքացիներ, նախորդ տարիների ընթացքում մենք մի շարք հաջողություններ ենք ունեցել, մենք ֆանտաստիկ հաջողություններ ենք ունեցել նախորդ տարիների ընթացքում։ Մենք նվազագույն կենսաթոշակը, սիրելի քաղաքացիներ, ուղղակի ողորմելի 16000 դրամից հասցրել ենք 46000 դրամի, գումարած եւս 10000 բոնուսային 20%-ի ձևաչափով։ Մենք եռապատկել ենք կարելի ասել կամ քառապատկել ենք նույնիսկ նվազագույն կենսաթոշակը, սիրելի քաղաքացիներ։ Մենք միասին կառուցել ենք հարյուրավոր դպրոցներ ու հարյուրավոր մանկապարտեզներ, սիրելի քաղաքացիներ։ Մենք անճանաչելի ենք դարձրել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցը։ Ցանկացած մեկ օրինակ, ով նույնիսկ ընտրական туриզմի շրջանակներում 2018-ից հետո առաջին անգամ եկել է Հայաստան, կփաստի, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհները, ենթակառուցվածքներն առհասարակ ուղղակի անճանաչելի են։ Ուղղակի անճանաչելի։ Մարդիկ հիմա Երևանի կենտրոնից նստում են մեքենա ու ուղիղ ասֆալտով գնում հասնում են մինչև իրենց հայրենի կամ պապական գյուղի կենտրոն։ Նման բան ուղղակի ֆիզիկապես չի եղել։ Չի եղել, սիրելի քաղաքացիներ։ Ես հիշում եմ, օրինակ, մենք մեր ուսանողական տարիներից, որոնքերներից մեկի մեքենայով միտեղ էինք գնում, ուղիղ տեղ ասֆալտ էինք ման գալի, երաժշտությունը որ բարձրացնեինք, որ մի քիչ հաճելի այդ process-ը զգայինք ինչա նշանակում ուղիղ ասֆալտի վրայով մեքենայով ընթանալ, լավ երաժշտություն լսելով։ Սիրելի քաղաքացիներ, ես վստահ եմ, որ դուք տեսել եք կայացած Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսը։ Սիրելի քաղաքացիներ, դուք տեսել եք, թե ինչ զինատեսակներ ենք մենք ձեռք բերում։ Այս ամբիոնից շատ են նախկին քաղաքական իշխանությունների ներկայացուցիչները խոսում ինչ-որ տոննաներով զենքերի մասին, ինչ-որ անհասկանալի բաների մասին, ամեն ինչի մասին, բացի բուն զենքերից։ Դուք այդ օրը զենքեր եք տեսել։
Դուք այդ օրը տեսել եք իրապես զենքեր, որոնք իրենց զորահանդեսների ընթացքում կարող են ցուցադրել ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներն ունեցող երկրներն անգամ։ Աշխարհի առաջատար հրետանային միջոցներ եք դուք տեսել այդ օրը։ Դա մեր ձեռքբերումն է, միասին, մեր եւ ձեր սիրելի քաղաքացիներ։ Դուք տեսել եք այդ օրը Հայաստանի Հանրապետությունում արտադրված անօթաչու թռչող սարքեր։ Անօթաչու թռչող սարքեր, ես ուզում ձեզ հիշեցնել, որ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության բարձրագույն ղեկավարությունում մարդիկ տարբեր ասում էին, որ անօթաչու թռչող սարքն ինչա, որսորդական հրացանով էլ լինի կգցենք։ Դա էր մոտեցումը։ Հիմա մենք արտադրում ենք, Հայաստանի Հանրապետությունը արտադրում է անօթաչու թռչող սարքեր, հետախուզական, հարվածային, հետախուզահարվածային, արտադրում է Հայաստանի Հանրապետությունը։ Ու այսպես մի շարք դրական բարեփոխումներ, որոնք բոլորը թվելու համար ինձ հատկացված ժամանակը միանշանակ կարող եմ ասել, որ չի հերիք, սիրելի քաղաքացիներ։ Բայց այդ ամեն ինչից էլ ավելի վեր ու էլ ավելի կարևոր միանշանակ օգոստոսի 8-ին 2025 թվականի ստորագրված խաղաղության համաձայնագիր, որը իմ կարծիքով մեր ձեռքբերումների թագն է ու հենց նաև դրա ու առհասարակ խաղաղության գործընթացի շնորհիվ է, որ այսօր այս ամբիոնից կարող ենք հայտարարել, որ երկու օրացուցային տարուց ավել է արդեն, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին հակառակորդի կրակոցից զինվոր չի զոհվում։ Մենք առավոտները վեր չենք կենում ու լրահոսը թերթելից հենց միանգամից անկախ մեր քաղաքական հայացքներից իդեպ սրտներս կախ չի ընկնում ու մենք առհասարակ, չգիտեմ, այդ ողբերգությունը չենք տեսնում, որ հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառը։ Ու սա կարևորագույն ձեռքբերումն է, որի համար ես ու մեր քաղաքական թիմը առհասարակ հպարտ ենք։ Սիրելի քաղաքացիներ, իհարկե այս ամեն ինչը նշեցի, այս ամենը բնականաբար թե դուք, թե մենք, թե բոլորս առաջին հերթին կապում ենք մեր գործադիր իշխանության հետ, բնականաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ու այդպես էլ կա, որտեղ այս աշխատանքները ինչը որ թվեցի, ընդհանուր միջև համաձայնագրի ստորագրում, այդ ամեն ինչը արվել է գործադիր իշխանության եւ գործադիր իշխանության ղեկավարի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ ձեռամբ։ Բայց այստեղ չի կարելի ուրանալ 8-րդ գումարման խորհրդարանի դեր։ Ես շատ լսեցի թե ընդդիմադիր, թե նաև իմ թիմակից գործընկերների խոսքերն եմ ասում, որ 8-րդ գումարման խորհրդարանը շատ ցածր վարկանիշ է ունեցել, եւ դա ճիշտ է։ Միանշանակ 8-րդ գումարման խորհրդարանը անասելի ցածր վարկանիշ է ունեցել։ Բայց թույլ տվեք մի ոչ պոպուլյար միտք ասել, իմ կարծիքով 8-րդ գումարման խորհրդարանը Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել։ 8-րդ գումարման խորհրդարանի ընթացքում է, խորհրդարանի աշխատանքների ընթացքում է, որ վերջնական լուծում է տրվել մի կարևոր հարցի, որն է մեր հայրենիքը։ Որն է մեր հայրենիքը։ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ընթացքում, որ տեղի է ունեցել, կարելի ասել, առաջին լուրջ քաղաքական բանավեճը եւ առաջին լուրջ քաղաքական հակամարտությունը։ Միջև այդ տեղի ունեցածը մեր թիմակիցներ եւ նաեւ վարչապետը շատ հաճախ ասում են, որ մենք բոլորս եղել ենք դաշնակցության տարբեր թևերի ներկայացուցիչներ։ Եղել է դաշնակցություն ՀՀԿ, դաշնակցություն ելք, օրինակ, չգիտեմ, հակամարտություններ, կոռուպցիայի թեմայով, այս մի թեմայով, այն մի թեմայով, այն մի թեմայով, բայց Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության ապագան կանխորոշող հարցով առաջին բանավեճը, առաջին բախումը տեղի է ունեցել հենց այս խորհրդարանը։ 8-րդ գումարման խորհրդարանում, այս դահլիճում, բայց 8-րդ գումարման խորհրդարանում։ Ես հիշում եմ, որ հենց այս ամբիոնից Հայաստանի Հանրապետության վարչապետը մի հայտարարություն արեց։ Ասեց Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 կիլոմետր քառակուսի։ Գիտեք ինչ տեղի ունեցավ այդ օրը։ Ցույցեր, անկարգություններ, այստեղ ընդդիմության կողմից տարատեսակ ձայնարկություններ, գոռոցներ, գոչյուններ, տարբեր բաներ։ Ուղիղ 2 տարի մենք ես անձամբ մեր ընդդիմադիր գործընկերներին հարցնում էի, որքան է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Եվ մեր ընդդիմադիր գործընկերները այդ հարցին չեն պատասխանում այդ հարցին, որովհետև այդ հարցի պատասխանը իրենց համար ցանկացած մի ուրիշ թիվ էր,
բայց 29743-ը չէր։ 29743-ը չէր։ Եվ այդ գումարման 8-րդ գումարման աշխատանքների ամենավերջում, սիրելի գործընկերներ, թույլ տվեք ասել, որ ընդդիմությունը ամբողջությամբ ընդունեց իրական Հայաստանի գաղափարախոսության բացարձակ ու ջախջախիչ հաղթանակ։ Ինչպես կհարցնեք դուք։ Միջև վերջին ու նախավերջին, եթե չեմ սխալվում, նստաշրջանը մեր ընդդիմադիր գործընկերները չունեին ոչ մի այլ օրակարգ, բացի Ղարաբաղը։ Նրանք բացի Ղարաբաղից ուրիշ ոչ մի բանի մասին չէին խոսում։ Նրանց ընդհանրապես հետաքրքիր չէր։ Նրանք չէին շարունակում էին չպատասխանել 29743-ի մասին, Հայաստանի Հանրապետության տարածքի մասին մեր հարցին։ Եվ ահա վերջում, հասկանալով, որ իրենց առաջարկած ալտերնատիվը, իրենց առաջարկած ալտերնատիվ գաղափարախոսությունը, որը դուրս է իրական Հայաստանից, կապ չունի որ ուղղությամբ, մի քիչ շատ, մի քիչ քիչ, ժողովրդի կողմից ընկալելի չի, ժողովրդի կողմից ընդունելի չի։ Նրանք եկան։ Այստեղից Քրիստինե Վարդանյանը, եթե չեմ սխալվում, առաջին անգամ պատասխանեց իմ հարցին, թե որքան է Հայաստանի Հանրապետության տարածք, ասելով, հա, դե ձեր ասած թիվն է, էլ ինչ էր, 29, հա, այդպես էր մոտավորապես հնչում պատասխանը, բայց դա էր առաջին անգամը, երբ որ եղավ այդ պատասխանը։ Առաջին անգամը դա էր, ու դրանից հետո մեր ընդդիմադիր գործընկերները մտել են իրական Հայաստանի քաղաքական օրակարգ, մտել են ամբողջությամբ իրական Հայաստանի քաղաքական օրակարգ։ Նրանք էլ չեն խոսում Ղարաբաղի մասին, նրանք էլ, չգիտեմ, ինչ-որ բաներ չեն ասում, հա, իրական Հայաստանի հետ կապված տարատեսակ կեղծ թեզեր եւ մնացած բարբերաբար բերում են, հակամարտության բանն են, խոսույթն են շարունակում, բայց բում այդ ամեն ինչը անում են իրական Հայաստանի սահմաններում։ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների արդյունքում իրական Հայաստանի գաղափարախոսական հաղթանակ արտացոլված է հենց այստեղ։ Ու դա ամրագրվել է ընտրությունների արդյունքով։ Հետևաբար ես կարծում եմ, որ 8-րդ գումարման խորհրդարանը մեր պատմության մեջ շատ կարևոր տեղ է ունենալ, որտեղ կներեք, բայց հա, պատմության մեջ մշտապես հիշվելու են կոռուպցիայի մասին ելույթները, S1-ի մասին ելույթները, N1-ի մասին ելույթները, բայց հետագայում ես վստահ եմ, սերունդները հետ գնալով նայելու են, թե այդ ոնց եղավ, այդ ինչ եղավ, այդ ինչը փոխվեց ու երբ փոխվեց, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաբևեռ դաշնակցականից իր տարբեր երանգներով վերափոխվեց ու դարձավ առնվազն երկբևեռ։ Ու դա տեղի է ունեցել 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ընթացքում։ 8-րդ գումարման խորհրդարանը դիմակայել է մի շարք դժվարությունների, մի շարք փորձությունների։ Ես ասում եմ, վարչապետը այստեղից հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 կիլոմետր է ու այդ օրը միտինգ եղավ, մարդիկ ցույց էին անում, մարդիկ ինչ-որ, չգիտեմ, ուզում էին հարձակվեին, ծեծեին, ջարդեին, սպանեին, որովհետև դա այդքան խորտ արտահայտություն էր։ Ես հիշում եմ, որ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների օրերին հանկարծ ինչ-որ էսկալացիա էր լինում սահմաններին։ Մենք զոհեր էինք ունենում։ Ես հիշում եմ, թե ինչ ելույթներ էինք մենք լսում այստեղից։ Ես հիշում եմ, թե ինչ էի տեսնում մեր ընդդիմադիր գործընկերների աչքերում այդ օրերին, հիշում եմ նրանց ելույթները, հիշում եմ առհասարակ, թե ինչերի միջով ենք մենք անցել, ու այս կոնտեքստում ուզում եմ նաև շատ մեծ ու հոգաչափ շնորհակալություն հայտնել նաև Ազգային ժողովի նախկին նախագահ, իմ լավ ընկեր Ալեն Սիմոնյանին, որ 8-րդ գումարման խորհրդարանի իր առաջնորդությամբ այդ բոլոր փորձությունները հաղթահարվեցին։ Ծափարենք պարոն Սիմոնյանին, եթե դեմ չեք։ Ինչևէ, սիրելի գործընկերներ, ես կարծում եմ, որ 9-րդ գումարման խորհրդարանում մենք կարող ենք մի շատ կարևոր հարց լուծել այնուամենայնիվ։ Ես տեսնում եմ, որ մենք այստեղ խոսում ենք գրեթե նույն բաների մասին, ինչ 8-րդ գումարման խորհրդարանում, ու դա նորմալ է։ Մենք ուզենք թե չուզենք, որքան էլ հիմա ձևացնենք, թե կարողանալու ենք ամբողջությամբ փոխել խոսույթը, ամբողջությամբ փոխել խոսակցության բովանդակությունը, դա այդքան էլ է, ես դրան չեմ հավատում, անկեղծ ասած։ Ես վստահ եմ, որ առնվազն 50%-ով, 40%-ով այդ խոսույթը մնալու է, այդ խոսակցությունը ու այդ բանավեճը մնալու է։ Բայց այս երկու օրը մենք այդ ամեն ինչը անում ենք այլ տոնայնության մեջ։ Մենք այդ ամեն ինչը անում ենք այլ բառամթերքով։ Եվ ես շատ ուրախ եմ սրա համար, ու ես երկրորդում, երրորդում եմ կամ արդեն պարոն Ռուբինյանին, այս ոչը եկեք պահենք։ Ոչ մեկ չի ասում իրար չքննադատենք, ոչ մեկ չի ասում
մեղադրանքներ նույնիսկ չհնչեցնենք, որովհետև ես ձեզ անկեղծ ասեմ, հարգելի գործընկերներ, ես համարում եմ, որ դուք այստեղ եք հայտնվել, որովհետև ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանել։ Ես դա այդպես եմ համարում, բայց ես ձեզ դիմելու եմ պարոնով, տիկնանց տիկինով, հարգելի գործընկերներ, խոսքը սկսելու եմ հարգելի գործընկերներով եւ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը չտեսնեմ ձեզնից կամ չլսեմ իմ հասցեին, իմ թիմակիցների հասցեին, ձեր հետ խոսելու եմ հարգալից։ Եթե մենք այս ոճը պահենք, ինձ թվում է, մենք խորհրդարանի վարկանիշի առումով շատ լուրջ աճ կգրանցենք մեր քաղաքացիների շրջանում, այնպես որ երկրորդում կամ երրորդում եմ արդեն պարոն Ռուբինյանի կոչը ու ձեզ եւս կոչ եմ անում հետևել դրան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նախ պարոն Կոնջարյան, շնորհավորում եմ ձեզ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար։ Անցնելով բուն ելույթից, այսօր կուզեի ելույթը սկսել քաղաքական պատասխանատվության թեմային անդրադառնալով, այսօր մեր գործընկերները, մասնավորապես ընդդիմադիր գործընկերները մի քանի անգամ խոսեցին քաղաքական պատասխանատվության կարևորության մասին, մեր գործընկերներից մեկը մասնավորապես հղում էր կատարում եվրոպական երկրների փորձին, եվրոպական չափանիշներին, ասելով, թե օրինակ սկանդալային իրավիճակում հայտնված պատգամավորները կամ քաղաքական գործիչները ինչ տեսակ քաղաքական պատասխանատվության են ենթարկվում եւ այլ, եւ ենթադրվում է, որ այս խոսույթը առաջին հերթին պետք է խոսի իրենց իսկ այդ ստանդարտներին համապատասխանելու մասին։ Սրան զուգահեռ մեր գործընկերներից հարց ուղեցին Հայաստան խմբակցության ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարին, եթե չեմ սխալվում երկու անգամ, թե արդյոք վերջինս պատրաստ է ներողություն խնդրել իր գործընկերոջ արած հայտարարության համար, եւ այս երկու թեմաները իրար հետ համադրելով իմ մոտ այլ հարց է առաջանում եւ հարցս ուղղում եմ պարոն Կարապետյանին, օրինակ ի սկզբանե ո՞նց է ստացվել, որ հաշվի առնելով մանավանդ, որ այս նախքան կենտրոնական ընտրական հանձնաժողովը կբաշխեր մանդատները, հաշվի առնելով, որ ձեր ցուցակից, եթե չեմ սխալվում, մոտ 105 պատգամավորի տեխնացուներ ինքնաբացարկ են հայտնել, ոնց է ստացվել, որ պարոն Ղազարյանը այդ 105-ի մեջ չի հայտնվել, հաշվի առնելով, որ այդ հայտարարությունը դրանից առաջ է արել։ Եվ ըստ այդմ հարցս ուղղում եմ ձեզ, պարոն Կարապետյան, հաշվի առնելով, որ քաղաքական պատասխանատվության եվրոպական չափանիշները ձեր համար ուղենիշային են, խնդրում եմ պատասխանեք այս հարցին, որովհետև անկեղծ որ ասեմ, ինձ այնքան էլ հետաքրքիր չէ ձեր ներողությունը այլ մարդու համար, ես կարծում եմ յուրաքանչյուր մարդ պետք է իր ասածների համար պատասխան տա, չնայած որ ձեր որոշմամբ է նա հայտնվել այստեղ։ Շարունակելով ելույթս ուզում եմ անդրադառնալ պարոն Վարդևանյանի ելույթին, խոսելով հայփոստի մասին, նա ասում է, նա հարց է սկզբում բարձրացնում, ասում է միթե պետությունը լավ կառավարիչ է եւ ինքն իր հարցին պատասխանում է միանշանակ ոչ եւ հիմնավորում է միջազգային լավագույն պրակտիկայով եւ տարօրինակաբար բերում է Շվեդիայի օրինակը, պարոն Վարդևանյան, թերևս վատագույն օրինակը դուք բերեցիք, որովհետեւ ես հիմա կթվեմ այն կազմակերպությունների թիվը, որոնց կառավարման մեջ կա հենց Շվեդիայի կառավարությունը։ Լավ, վատագույն երկիր ընտրեցիք, պարոն Վարդևանյան, ուրեմն սկսեմ Vattenfall ընկերություն Եվրոպայում էլեկտրաէներգիայի եւ ջերմության խոշորագույն արտադրողներից եւ վաճառողներից մեկը 100% բաժնեմաս։ LKAB ընկերություն երկաթի հանքաքարի արդյունահանման պետական հսկա, որն ապահովում է Եվրոպայի պողպատի արտադրության զգալի մասը 100%։ PostNord իդեպ փոստային եւ լոգիստիկ ծառայություններ 60% եւ այսպես շարունակ, այնպես որ ձեր հարցի պատասխանը ոչ միանշանակ առնվազն։ Խնդրում եմ մի ընդհատեք, ես հա։ Եվ իհարկե հարգելի գործընկերներ, այս ամբիոնի մոտից լսել, թե ինչպես է Լևոն Քոչարյանը $200 միլիոն ուրեմն ապօրինի գույքի հայցը շալակը, ուրեմն շալակած խոսում մարտի 1-ի
2003 թվականի ընտրությունների եւ կոռուպցիայի մասին առհասարակ եւ այդ համատեքստում ասում է, որ նա հպարտանում է դրանով, սա ես չգիտեմ, երևի fantasy կամ science fiction ժանրից է եւ իդեպ պետք է արժանին մատուցել պարոն Քոչարյանին, որովհետեւ լինելով այդ կարգավիճակում ունակություն ունենալ այս ամբիոնից, այդ թեմաներից այդպես խոսալ եւ ասել ես հպարտանում եմ դրանով, ես կարծում եմ, որ քչերս կունենայինք այդ ունակությունը այդպես մեզ դրսևորելու։ Եվ մյուս կողմից հույս եմ հայտնում, որ իրականում այս պահվածքը պայմանավորված է նրանով, որ Լևոն Քոչարյանը ուղղակի մարտի 1-ի 2008 թվականի մարտի 1-ին չի եղել Երևանի փողոցներում, չի մասնակցել 2003 թվականի ուրեմն քաղաքական process-ներին եւ ընդհանրապես երևի չի պատկերացնում $200 միլիոն դա ինչ թիվ է։ Ինքը ուղղակի դա չի պատկերացնում, չի հասկանում եւ դրանով է պայմանավորված, որ ինքը հպարտանում է այս ամեն ինչով եւ ուզում եմ նաեւ նույն պարոն Քոչարյանը խոսում է բարեկրթության մասին, ես ուզում եմ ասեմ, որ $200 միլիոն հայցի արկայությունը նախկին նախագահային առնչվող հայցի արկայությունը ինքնին բարեկիրթ չէ։ Եվ քանի որ պարոն Ռուբինյանը խոսեց մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների մասին, ընդ որում ես խոսք եմ տալի, որ մարտի 1-ի վերաբերյալ եւ ընդհանրապես այս թեմաների վերաբերյալ սա իմ վերջին ելույթն է, սա հրապարակային խոստում է եւ թերևս սրանով ես կսահմանափակվեմ։ Ուրեմն 2007 թվականի սեպտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմակերպվել էր երթ, որի նպատակն էր իրազեկել գալիք հանրահավաքի մասին, այդ երթին մասնակից էի նաև ես, 2007 թվականի սեպտեմբեր ամսվա մասին է խոսքը, մոտ 30 հոգանոց երթը Երևանի կենտրոնում եւ պարոն Փաշինյանի գլխավորությամբ, ով բարձրախոսը ձեռքին հայտարարում էր երթի ընթացքում անցորդներին, ուրեմն հանրահավաքի օրը եւ ժամը։ Մեզ մոտենում է որոշ ժամանակ անց Երևանի այն ժամանակվա փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, մոտենում եւ ասում է անջատեք խոսափողը։ Ունենալով բացարձակապես չունենալով որևէ օրինական հիմնավորում այս պահանջի համար, այս քննարկումը գնում գալիս է, բոլոր հիմնավորումն այդ թվում տպած օրենքի տեսքով ներկայացվում է, վերջում ասում է եղբայր կամ անջատում ես խոսափողը, կամ մենք մեր ձևով այս հարցը լուծում ենք։ Եվ իրենք իրենց ձևով այդ հարցը լուծեցին հարգելի գործընկերներ, եւ մեզ բոլորիս 30 թվում կանանց եւ երեխաների, անչափահաս երեխաների, ինչպես որ մարտի 1-ի առավոտյան, այնպես էլ այդ օրը, մեզ թերևս այս օրը եւ դրվագը այդքան չի մեդիա տիրույթում չի շրջանառվել, բայց մեզ բոլորիս ծեփեցին պատերով եւ հատակների։ Այնպես որ սա էր Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Քոչարյանի հոր տարիների կառավարման իրականությունը, բայց ես խոստանում եմ, որ այլևս սրա մասին չեմ խոսա։ Մի բան էլ վերջում պարոն Քոչարյանը ասում է, որ եթե մի մարդ կա, ով արդարացիորեն ձերբակալվել է մարտի 1-ի գործով, դա Նիկոլ Փաշինյանն է։ Ես ուզում եմ ասել, որ այս հարցի պատասխանը մեր ժողովուրդը 3 անգամ արդեն տվել է 2018 թվականի հեղափոխության ժամանակ, 2021 թվականի համապետական ընտրություններին եւ այս ընտրություններին, եւ Լևոն Քոչարյանը պետք է իմանա, որ եթե կա մի մարդ, ով պետք է ձերբակալվի եւ քրեական պատասխանատվության ենթարկվի մարտի 1-ի գործով, դա իր հայրն է Ռոբերտ Քոչարյանը եւ այդ պատասխանատվությունը լինելու է։ Եվ վերջում Տիկին Վարդանյանը Հայաստան Դաշինքից ասում է, ինչ եք մանիպուլացնում, որ մենք չենք մասնակցում այս նիստերին, իրավունք չունենք դուրս գալ եւ այլ։ Իհարկե այս բaragայում մանիպուլացնում է հենց ինքը Տիկին Վարդանյանը, որովհետեւ նա իրավացի է մի բանում, որ կար մի դրվագ, մի պահ նախորդ գումարման ազգային ժողովում սկզբնական շրջանում, երբ նրանց բացակայության հետևանքով նրանք զրկվում էին իրենց աշխատավարձից մի մասից, բայց ինչ որ պահից նրանք հասկացան, որ կա այս հարցին լուծում, իրենք գալիս էին շուտ, գրանցվում էին, հետո չէին մասնակցում նիստերին։ Եվ ուզում եմ որպես վիճակագրություն
ներկայացնել մեր հանրությանը, սրա մասին առիթ ունեցել եմ խոսելու, ուրեմն Հայաստան Դաշինքի մեր գործընկերները նախորդ գումարման ազգային ժողովում մասնակցել են կամ ավելի ճիշտ չեն մասնակցել ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի 51%-ին։ Այսինքն կեսից ավելին այս մարդիկ ընդհանրապես չեն եկել։ Հավանաբար գրանցվել են սկզբում, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց վերջում չեն եկել։ Այս խնդրում եմ թող Տիկին Վարդանյանը այս ելույթս լսի եւ հաջորդ անգամ երբ ստեղ է Տիկին Վարդան։ Այնքան քիչ եք չի երևում արդեն։ Եվ սա նաև ձեր կառավարման, ձեր ուրեմն գործունեության, կարծում եմ այս տեսակ գործունեության արդյունքներն են, որոնք որ դուք ունեք վերջին ընտրությունների արդյունքում, կարծում եմ ձեր բացակայությունները, ձեր աշխատանքի որակը կամ աշխատանքի բացակայությունը, այդ թվում այն պատճառներն են, որոնք որ հանգեցրել են ձեր ֆրակցիայի 2/3-ի կրճատման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, շնորհավորում եմ ձեզ ընտրվելու կապակցությամբ, հարգելի գործընկերներ, ես ճիշտն ասած ձեր ընդդիմադիր գործընկերների ելույթների ժամանակ հնչեցված մի քանի բանի եմ ուզում անդրադառնալ, որովհետև կարծում եմ, որ չարժե անարձագանք թողնել, մեզ քաղաքացիներ են լսում։ Իհարկե, առաջին հերթին այդ տարօրինակ նարատիվը գիշեր ժամը 2-ին քվեարկություն կանգնեցրել եք։ Որ հետևել եք, ինչ որ մեկը հետևել է ընտրությունների արդյունքների ընթացքում, որտեղից է հորինվել դա, որ գիշեր ժամը 2-ին քվեարկություն։ Երբ է եղել, ով է կանգնացրել, ինչ է կանգնացրել, գիշերը ժամը 2-ին։ Ճիշտն ասած, ես իմ անունից, որպես ազգային ժողովի պատգամավոր, հայտարարում եմ, խնդրում եմ, հորդորում եմ բոլոր 16000-ից ավելի հանձնաժողովականներին, ովքեր աշխատել են հանձնաժողովներում, սիրելի հանձնաժողովի անդամներ, եթե դուք քվեատուփից անել եք այլ քվեաթերթիկ, քան քաղաքացիները գցել են, այսինքն կամ լցոնվել, կամ փոխվել են ձեր քվեատուփերը։ Եթե ձեզ ստիպել են արձանագրության մեջ գրել այլ թվեր, քան դուք հաշվել եք, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հայտնվել են այլ թվեր, քան ձեր արձանագրությունների մեջ գրված է, եկեք միասին գնանք դատախազություն։ Ես պատրաստ եմ դա անել։ Կա մի քվեաթերթիկի պատմություն, որ ուրիշ բան կարդացել են, ուրիշ տրցակի վրա դրել կամ ուրիշ թիվ գրել են, ուրիշ տեղ արձանագրել, եկեք իրար հետ գնանք այդ քվեաթերթիկի հետևից ինչ հաշակում։ Կանգնեցրել եք, որ ուրիշ թիվ գրեք, իսկ ուրիշ ինչ թիվ ենք գրել։ Այսինքն այդ տենց թռնելով չի այդ պատմությունը, դա գործընթաց է, որի մեջ տասնյակ 100,000-ավոր քաղաքացիներ են ներգրավված եղել։ 100,000-ավոր դիտորդներ, ձեր վստահված անձիկ 16,000 հանձնաժողովական, որի կեսը եղել են ձեր ՀՀԿ խմբակցության ու իրանց ներկայացուցիչները, ժողովուրդ ջան, ԲՀԿ-ից մանդատ եք գողացել, ԲՀԿ-ի ձայներն եք գողացել, ժողովուրդ ջան, ԲՀԿ-ի ձայների համար պայքարող միակ քաղաքական գործիչը մեր կուսակցության փոխնախագահն է եղել։ Այդ ձայնագրությունները կան, այդ գրառումները կան, այդ հարցազրույցները կան, Վահագն Ալեքսանյանը ճակատագրի հեգնանքով 2 օր էր ասում էր ժողովուրդ ջան մի չեղարկեք այդ արդյունքները տեղամասերի, այդ մարդիկ առանց ճնշումների են քվեարկել, դուք Դանիել Իոնիսյանի հետ չէ որ չեղարկեք, ու ձեր Վահագն Հովակիմյանի հետ ես այդ համարում եմ ձեր այդ 3 բանի գործող անձանց կատարած Վետատոնոյան, Դանիել Իոնիսյանը, Վահագն Հովակիմյան չեղարկել, ԿՊ խմբակցություն մեղավոր դուրս գա։ Ժողովուրդ մենք խնդրում էինք չեղարկել։ Մենք ասում ենք այդ արդար ընտրությունն է, դա նորմալ է, բայց դուք որոշեցիք, որ իրար հետ այդ խաղը խաղում եք, ժողովուրդ ջան, օգտվեցիք ձեր ամբողջ գործիքակազմից, վայելեք ձեր ամբողջ գործիքակազմը։ Էլ չեմ ասում ինչ ձև էր ԲՀԿ-ն այդ զայները ստացել, էլի։ Դուք լսել եք, ասում է աղջե Ալվարդ, լսել եմ երեք ձեր տունը ԲՀԿ-ից եկել են ընտրակաշարք են բաժանում, բայց հասիր մեր տունն էլ իրեք ձեն կա, մի հատ մեր տուն էլ մտնեին։ Դուք լսել եք այդ զայնագրությունները։ Ախր մտնել են բովանդակային քննարկման մեջ, հիշենք ոնց է ԲՀԿ-ն ձայներ հավաքել, ամոթ է։ Ասում մեր տունն էլ իրեք ձայն կա, մի հատ մեր տուն էլ մտնեին էլի։ Վախեցրել եք ժողովրդին, որ ընտրել են ձեզ, վախեցրել եք։ Ասում ասել եք պատերազմ կլինի, վախեցել են։
Ժողովուրդ հիշում եք ինչ էին ասում ուժեղ Հայաստան ենք եւ նախընտրական շրջանում։ 300,000 ադրբեջանցիներ են գալու։ Իդեպ պարոն Կարապետյան, քանի որ Տիկին Ղազարյանը այդ պատմությունը պատմեց 11 օր անցի, այդ ելույթը դուք ունեցել եք եւ այդ ելույթը հրապարակային կա, դուք ասել եք ընտրություններից 11 օր անց Google ունեք, կարակ որոնեք գտնեք։ Ալիևը հայտարարելու է ադրբեջանցիների վերադարձի մասին 11 օր անցել է եւ ոնց որ այդ խոսակցության վերադառնալ չեմ ուզում։ Բայց ժողովուրդ ջան, խնդիրը այն չի, որ սեպտեմբերին պատերազմ կլինին ավելի վախենալու է, քան 300,000 ադրբեջանցի է գալու։ Եթե դուք այդ եզրակացությունը անեք, դուք գնալու եք ավելի վախենալու բաներ հորինեք։ Խնդիրը այն է, որ պատերազմի վտանգը ավելի արժանահավատ է թվաց, մեր ասածը ավելի արժանահավատ է թվաց, քան ձեր ասածը, ոչ թե մեր ասածը ավելի վախենալու է թվաց, քան ձեր ասածը։ Մարդիկ տենց չեն ընտրում, չգիտեմ, մի խոսքով մի քանի ընտրություններ կմասնակցեք, կպատկերացնեք, որ արժանահավատությունը ավելի կարևոր է ընտրության մեջ, քան վախեցնելը։ Մի բանի եմ ուզում անդրադառնամ, պարոն Մնացականյանը, եթե չեմ սխալվում, Հայ Փոստից էր խոսում, ասում է 19-րդ դարի սպասարկում է։ Բայց ես 19-րդ դարի ուրիշ բան եմ տեսել այս դահլիճում, երբ որ Տիկին Ղազարյանը ասում էր քաղաքական գործիչների սեռերով պայմանավորված վերաբերմունք, մի ցուցաբերեք քաղաքական գործիչ, այս թևից մի տղամարդ, չեմ ֆիքսելով, բայց դա տղամարդու ձայն էր, ասում եմ, սեռերով պայմանավորված եմ տարբերակելու քաղաքական գործիչներին։ Ժողովուրդ ջան, չի կարող մի երկրում 21-րդ դարի ինստիտուտներ լինել, երբ որ մարդիկ 18-րդ դարի են։ Եթե ուզում եք գալ հասնել 21-րդ դար, եկեք միասին գնանք, մենք Հայ Փոստը տանենք, դուք ձեր խմբակցության անդամներին։ Նախընտրական խոսույթի սրության մասին, ցավոք սրտի պարոն Քոչարյանը այստեղ չի, ասում է նախընտրական խոսույթը լսել եք, ինչ բարեկիրթ, դուք լսել եք, ինչ նախընտրական խոսույթ ա եղել։ Եկեք հիշենք, ես իմ գործընկերներին եմ հորդորում եւ քաղաքացիներին, մենք մեր համար նստած պերաշկի ու կուկուռուզ էինք ուտում, ժողովուրդ ջան։ Պարոն Քոչարյանի հայրը նկատելով, որ իր վրա ուշադրություն չկա, մի օր մտավ եւ սկսեց խոսել ոչ բարեկիրթ բառերով։ Հիշում եք։ Ասենք ես չգիտեմ, հասած Իրաստանի իրանք իրար համբալ չեն ասում, չէ, բարեկիրթը դա չի։ Բայց որոշեց, որ տենց պետք է։ Ժողովուրդ ջան, եթե այդ նույն բանը լինի, այն նույն նախընտրական խոսույթի սրությունը հետ է գալու։ Եկեք չմտնենք այդ դաշտ։ Եկեք չմտնենք այդ դաշտ։ Մեկ էլ ասում է Քոչարյան վաղտման ընտրությունների կեղծման մասին, մենք 49-ն էինք, դուք էլ եք 49-ի ինչ-որ ցենց բաներ ասում, ես Արշալույս գյուղից եմ, ժողովուրդ ջան, Քոչարյան ժամանակով մեր գյուղում ընտրություններին մասնակցում էր մոտավորապես 130-ից 140% մարդ գրանցված ընտրողներից, մասնակցություն մինչև 140% հասնում էր, ու Քոչարյան 100%-ից ավել գրանցված ընտրողների 100%-ից ավել ձայներ էր ստանում։ Թե ինչ մաթեմատիկա է, ես հումանիտար եմ, չգիտեմ։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, իսրտե շնորհավորում եմ ձեզ ընտրվելու կապակցությամբ։ Իսկապես շատ հատկանշական է, պարոն Ռուբինյան, որ դուք երկար տարիներով լինելով ակտիվ քաղաքականության մեջ ունեք այնպիսի քաղաքական հետագիծ, որ մի ամբողջ խորհրդարանական ընդդիմություն մտածել է ու այստեղից դուք Թուրքիայում թուրք տեսել եք, թե չեք տեսել հարցից այն կողմ, ոչինչ չի գտել, իսկապես շնորհավորում եմ ձեզ։ Իսկ այն պատգամավորները, ովքեր ձեզ այդ հարցը հղել են, իսկապես ես հարց ունեմ, կներեք շատ եք, չեմ հիշում անուններով, ինչ շատ հետաքրքիր է իսկապես, ինչպես կարելի է գնալ մի երկիր, մի պետություն ու չտեսնել այնտեղի քաղաքացիներին։ Խնդրում եմ ինձ այդ մեխանիզմը մի հատ բացատրեք, օրինակ ինչպես ես գնամ Իտալիա ու չհանդիպեմ իտալացիներին, շատ հետաքրքիր է ինձ։ Եվ բացի այդ, հարգելի գործընկերներ, շուտով ձևավորվելու են բարեկամական խմբեր, միջխորհրդարանական վեհաժողովներ, այսինքն խորհրդարանական դիվանագիտությամբ մենք պետք է նաև զբաղվենք եւ տարբեր հարթակներում մենք պետք է ներկայացնենք Հայաստանի Հանրապետության շահը։ Այս պարագայում տարբեր հարթակներում տարբեր երկրի ներկայացուցիչների ենք հանդիպելու, այդ թվում նաև տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներին։ Այս պարագայում, եթե դուք լինեք օրինակ պատվիրակության կազմում, ես ուզում եմ հասկանամ ինչ պետք է անեք, պետք է աչքերդ փակեք, որ չտեսնեք տվյալ երկրի քաղաքացիներին, ինչ գործողություն պետք է անեք, խնդրում եմ իմ հարցերին պատասխանեք պատեհ պահին։ Ես գործընկերներս անդրադարձան շատ ընդդիմադիր գործիչների ելույթներին, ես կցանկանամ Տիկին Յոլյան արձագանքեմ ձեր ելույթին։
սոցիալական նպաստների հետ կապված, ասում եք հազարավոր մարդիկ դուրս են մնում սոցիալական նպաստների համակարգից, այո, որովհետև մենք բարեփոխել ենք, որովհետև սոցիալական համակարգը նրա համար չի, որ մարդիկ ընդգրկվեն եւ տարիներով մնան սոցիալական համակարգում։ Դա նրա համար է, որ մարդիկ պետությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց օգնություն ցուցաբերի եւ օգնի, որպեսզի նաեւ աշխատանքի միջոցով հաղթահարի աղքատությունը եւ դուրս գա նպաստի համակարգից։ Եվ մենք բոլորս էլ ապրում ենք այստեղ, գիտենք, հա, ինչ է կատարվել, եղել են մարդիկ, ովքեր ընդհանրապես բնավ կարիք չեն ունեցել նպաստների, բայց ընդգրկված են եղել նպաստի համակարգերում։ Բնականաբար նրանք պետք է դուրս գան։ Եղել են մարդիկ, որոնք կարիք են ունեցել, բայց այժմ է դրա կարիքը չունեն եւ պետք է դուրս գան, ինչը բավականին տրամաբանական է։ Ես այստեղ նաև ինչի մասին եմ ուզում խոսել, եղել են տարիներ առաջ, եղել են դեպքեր, ես չգիտեմ դուք ինչքանով եք կապված այդ իշխանությունների հետ թե ոչ, եղել են դեպքեր, երբ նպաստառուն ուղղակի ստիպված է եղել իր տարվա մեջ 2 ամսվա նպաստը տար սոցաշխատողին, որպեսզի նրան դուրս չհանեի նպաստի համակարգից։ Կամ ունենք դեպքեր շատ, որ մարդիկ չեն գրանցվում աշխատանքի, որպեսզի մնան նպաստի համակարգում, այսինքն սևով աշխատում էին, չէին գրանցվում, որպեսզի մնան նպաստի համակարգում, բոլորս այս իրականության մեջ ենք ապրում, մարդկանց հետ ենք շփվում ու հասկանում ենք ինչա կատարվել ու ինչա կատարվում։ Եվ բայց այստեղ մի կարևոր նաև փոփոխություն կա եւ ուզում եմ նաև դուք էլ իմանաք, նաև մեր սիրելի հայրենակիցներն էլ իմանան, որ եթե մարդը գտնվում է նպաստի համակարգում, նպաստ է ստանում եւ պետության օգնությամբ կամ իր նախաձեռնությամբ գտնում է աշխատանք, սկսում է աշխատել, անմիջապես նա նպաստի համակարգից դուրս չի մնում։ Դեռևս 1 տարի շարունակում է նպաստ ստանալ, որպեսզի կայուն եկամտի աղբյուր ունենա եւ կարողանա ոտքի կանգնել։ Եվ բացի այդ մեր փոփոխություններով Տիկին Յոլյան էականորեն բարձրացել է նպաստները։ Այսինքն մեր բարեփոխումների շնորհիվ մենք այսօր ունենք ընտանիքներ, որոնք ստանում են 200,000-ից ավել նպաստ։ Եվ կարծում եմ, որ իրականում պետք է նպաստը լինի թիրախային եւ մենք քաջալերում ենք մեր կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդկանց, որպեսզի նրանք աշխատեն եւ աշխատանքի միջոցով հաղթահարեն աղքատությունը։ Եվ բացի այդ, գրանցված աշխատել լինելը հիմա բավականին գրավիչ է, քանի որ գրանցված աշխատող լինելով մեր քաղաքացիները օգտվում են նաև առողջության համընդհանուր ապահովագրությունից, օգտվում են եկամտահարկի վերադարձից, օգտվում են սոցիալական կրեդիտներից եւ այսպես շարունակ։ Դուք խոսում եք աղքատությունից, ես ուղղակի չեմ կարող չնշել, որ Հայաստանը այս պահին գրանցել է աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ։ Երբևիցե չի եղել աղքատության այսպիսի ցածր ցուցանիշ։ Բնականաբար կան խնդիրներ, բնականաբար կան աղքատներ երկրում, բայց մենք ամեն օր աշխատանք ենք տանում այդ հարցերը լուծելու համար եւ ելի եմ նշում աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարելու։ Այժմ մենք քննարկում ենք ազգային ժողովի փոխնախագահի Հայկ Կոնջարյանի թեկնածության հարցը եւ պարոն Կոնջարյանի հետ կապված նույնը պետք է ասեմ, ինչ պարոն Ռուբինյանի, մեր մի ամբողջ խորհրդարանական ընդդիմություն պարոն Կոնջարյանի անձի նրա ծավալած գործունեության վերաբերյալ ոչինչ չգտավ, փոխարենը այստեղ քննարկվեց HiPost-ի 30 տարվա խնդիրները։ Ու մենք գիտենք, որ այդ 30 տարվա խնդիրները 1 օրում, 1 տարում, 2 տարում հնարավոր չի ուղղել, հնարավոր չի բերել ձեր եւ մեր ցանկացած մակարդակի, դրա համար եւս ժամանակ է պետք եւ դրա համար ուղղակի մեղադրել պարոն Կոնջարյանին տեղին չէ։ Պարոն Կոնջարյանը եղել է մեր խմբակցության ղեկավարը 5 տարի, որի անդամ եղել եմ նաեւ ես։ Նա լավագույնս կատարել է իր լիազորությունները եւ պարոն Կոնջարյան, ես շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած ահռելի աշխատանքի համար եւ ձեզ հաջողություն եմ մաղթում եւ վստահ եմ, որ ազգային ժողովի փոխնախագահի պարտականությունները եւս կկարողանաք լավագույնս իրականացնել եւ ձեր գիտելիքները ծառայեցնել իշահ մեր պետության եւ ժողովրդի։ Շնորհակալություն, հաջողություն եմ մաղթում ձեզ։ Հարգարժան փոխոսնակ, շնորհավորում եմ ընտրվելու կապակցությամբ, պարոն Ալեքսանյան, համոզված եմ ձեզ էլ շուտով կտեսնենք ազգային ժողովի նախագահությունում։ Հարգելի գործընկերներ, գիտեք ինչու եմ մոտեցել ամբիոնին, բայց ես պարոն Գառնիկ Դավթյանին չեմ դիմելու եմ պարոն Կարապետյանին եւ ամբողջ խմբակցությանը, հարգարժաններս դուք ձեր գործընկերոջը մենակ եք թողել, ամուր կանգնեք իր թիկունքին եւ մեջքին եւ թույլ մի տվեք, որ շարունակի խրվել այս պատմության մեջ։ Չգիտեմ, գուցե պարոն Կարապետյան, ինչ որ
ինչ-որ փորձառություն պատմեք Մոսկվայում ադրբեջանցիների, դուք էլ հանդիպած կլինեք։ Գուցե ինչ-որ մի ռուս պաշտոնյայի մի միջոցառման ժամանակ, չգիտեմ, Արաս Աղալարովի ընտանիքը այնտեղ եղած լինի, բայց մի բան մտածեք, մետրոյում, մի բան մտածեք, ասեք, որ պետք չի այդ ուղղությամբ այս խոսակցությունը տանել։ Գուցե այլոք նման փորձառություն ունեցած կլինեն։ Օգնեք ձեր գործընկերոջը, որովհետև ինքը ինչ է անում։ Սենց մի հատ շղարշ է սարքել բանի, իբրև սենց հակահետախուզությամբ է զբաղվում, բայց այն միամտությունը, որով ինքը մոտենում է այս հարցին, զուտ ես կարող եմ ասել, որ այն ծրագրի շրջանակներում, որը ես եմ ղեկավարել, ես թույլ չէի տա, որպեսզի հավաքագրեին այն միամտությունը, որով ինքը մոտենում է այս հարցի քննարկմանը, նրան շատ խոցելի է դարձնում այդ միջավայրերում այդ հակահետախուզական, հակագործակալական իր ինքնահռչակ գործունեության ու հիմա էլ իբրև շարունակում է ինքը որսալ, ինչ եմ ես ուրեմն հիմա ընթերցելու 2013 թվականի դեկտեմբերին այս ծրագրին մասնակցելու համար պարոն Դավթյանը գրել է բլոգ հրապարակում, այսինքն այն ինչ ես ընթերցում եմ, ինքը իմացել է, որ կարող է հրապարակվել եւ դրա մեջ այս 3 պարբերությունը փորձեմ հասցնել կարդալ։ Ասում եմ, ինքը ինչ ասում է հետազոտություն 2013 թվականի դեկտեմբեր։ Ասում է մեր եւ ձեր հետազոտությունները շատ իրարից տարբերվում են։ Հիմա կարդամ։ Ամոթալի է այստեղ ոչինչ չկա միջալոց, իմ հեգնական տոնը կապված է զուտ նրա հետ, որ այդ մարդը չի կարող անպարզ ճակատով ինչպես պնդում է, կանգնի եւ տեր կանգնի այս տեքստին։ Հավատացեք, մենք կարող ենք պայքարել օրերով, ամիսներով, տարիներով, նույնիսկ դարերով, բայց երբեք չենք լուծի խնդիրները սպանելով միմյանց, պատերազմելով։ Մեր նպատակին հասնելու լավագույն միջոցը գործընկերությունն է կամ համագործակցությունը հանուն հարևանության, որի արդյունքը անպայման խաղաղությունը կլինի։ Մենք այնքան բան ենք կորցրել, որ դժվար է նույնիսկ պատկերացնել։ Չարդարացված զոհեր, ցավ, տառապանք, վրեժի զգացում, խաղաղություն եւ եւս մեկ անգամ խաղաղություն, այս արժեքը գին չունի եւ ժամկետ չունի։ Ինձ պետք է ձեր աջակցությունը, ձեր ձայնը, որ կտարածի ձեր հոգու զգացողությունը։ Ես եւ դուք ապագան ենք, մենք կյանքի աղբյուրն ենք։ Մեր որդիները կծնվեն եւ կծաղկեն այս հողի վրա եւ եթե մենք անենք այն, ինչ արվել է տարիներ շարունակ, կարող ենք նրանց համար երաշխավորել նոր քաոս, մինչդեռ կարող ենք դրականորեն գործել առանց բացասական արձագանքելու։ Ես հայ եմ, դու ադրբեջանցի ես, երրորդը հնդիկ, չորրորդը կորեացի, բայց ես միշտ հիշում եմ, որ նախ եւ առաջ մարդ եմ ինչպես բոլորդ։ Ես մերժում եմ յուրաքանչյուր արարք, որը կարող է աղետ ծնել։ Ինձ պետք չէ ոչ իմ անձի, ոչ էլ իմ ազգի գովազդը։ Միակ բանը, որ ինձ պետք է խաղաղությունն է։ Այն կյանքի հավասարակշռությունն է, կիրքն ու լույսը։ Եկեք ձևավորենք նոր համախմբում, եկեք խաղաղությունը դարձնենք մեր գաղափարը, մեր առաքելությունը հանուն յուրաքանչյուր փոքրիկ երեխայի։ Ես ձեզ ասեմ, արժե, իսկապես արժե ծափահարել։ Այստեղ ամոթալի ոչինչ չկա։ Խնդիրը նրանում է, որ այս ամբողջ հրապարակման մեջ Արցախ, հանրապետություն, հայատյացություն, այդ բառերը չկան, որը նա պնդում է, մի ընդհատեք հետո կասեք ուրեմն ձեր ելույթով այստեղ։ Այդտեղ մեծ հակասությունն է, որ ոնց որ ամոթի եւ པարզ ճակատ չլինելու աղբյուր է հանդիսանում։ Այս բովանդակությունը պետք է կարողանաք պաշտպանել, բայց ես ձեզ ասեմ, մեր ծրագիրը թույլ չի տվել, որ մասնակիցները այսպիսի տեքստեր ասեն։ Դա եղել է բարդ ծրագիր մեր պատմության քննարկման շուրջ, այսինքն այդտեղ միայն ուրախանալ, ծաղիկներ, կապույտ երկինք չի եղել։ Կարևոր բովանդակություն է եղել, որից էլ պետք չի ամաչել, բայց ես չգիտեմ ինչու է ինքը ուրանում այդ բովանդակությունը ու պատմում, թե ինքը ինչպես է զբաղվում գործակալների որսով։ Շնորհակալ եմ։